Սերիան խաչն է, դասի վերնագիրը խաչի ճանապարհը։ Խաչի ճանապարհը։ Եվ կկարդամ երկրորդ Կորինթացիներ, երկրորդ գլուխ 4-ից 11 համարները, երկրորդ գլուխ 4-ից 11։ Պողոս առաքյալը իր մասին ասում է, որտև շատ նեղությունից, սրտի տագնապից գրեցի ձեզ շատ արտասուքով, ոչ թե որ տրտմեք, այլ որ իմ սերը գիտենաք, որը ես առատորեն ունեմ ձեզ վրա։ Ապա եթե մեկը տրտմեցրել է, ոչ թե ինձ է տրտմեցրել, այլ փոքրից շատ է, որ չծանրացնեմ ձեզ ամենքիդ։ Բավական է այնպիսի մարդի համար այն խրատը, որ շատերից եղավ։ Այսուհետև ընդհակառակը ավելի ներեցեք եւ մխիթարեցեք, միգուցե շատ սաստիկ տրտմությունից այնպիսին խեղդվի։ Սրա համար աղաչում եմ ձեզ, որ սերը հաստատեք նրա վրա, որտեղ նրա համար գրեցի էլ ձեզ, որ ձեզ փորձով գիտենամ, թե արդյոք ամեն բանի մեջ հնազանդ եք։ Բայց եթե դուք մեկին մի բան ներեք, ես էլ, որտեղ եթե մի բան ներեմ, որին որ ներում եմ, ձեզ համար է Քրիստոսի առաջին, որ սատանան ձեզ զրկանք չանե, որ նրա խորհուրդներին անտեղյակ չենք։ Երկրորդ Կորինթացիս 2:4-11։ Հաջորդ համարը Հովհաննես 12:24։ Հովհաննես 12:24։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի եւ մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերի։ Եվ վերջին համարը Գաղատացիների 2:19-20։ Գաղատացիների 2:19-20։ Ես Քրիստոսի հետ խաչված եմ եւ կենդանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում։ Եվ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով, Աստծո որդու հավատքովն եմ կենդանի, որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց։ Պողոս առաքյալը իր համար հայտնում է, ասում է, ոչ միայն Քրիստոսն է խաչված ինձ համար, այլ ես ինքս էլ Քրիստոսի հետ խաչն եմ բարձրացել, որ ոչ թե ես կենդանի լինեմ, այլ Քրիստոսը իմ մեջ կենդանի լինի։ Եվ ոնց որ եղբայրը ասեց, Ջոյլ եղբայրն ասեց, հետաքրքիր է, որ շատերն են գալիս Քրիստոսին, բայց քչերն են, որ ուզում են այդ խաչի վրա բարձրանալ, ճիշտ է։ Եվ Պողոս առաքյալը ասում է, ես Քրիստոսին ոչ միայն գիտեմ խաչված, այլ ես նրա հետ անգամ խաչն եմ բարձրացել։ Եվ սրանք տարբեր բաներ են։ Ու ինչի մասին ուզում եմ այսօր խոսել, ծերներ, մեծ տարբերություն կա խաչի գործի եւ խաչի ճանապարհի միջև։ Այսինքն, խաչի գործը մենք գիտենք, որ դա շեշտադրում է կատարում նրա վրա, ինչը մարդը ստանում է։ Այսինքն, ինչ արվեց խաչի գործով, Տեր Հիսուսը իր կյանքը դրեց, որ արդյունքում մեզ ունենա։ Այսինքն նա, որ մեղք չգիտեր մեզ համար մեղավոր դարձավ, որ մենք նրա արդարությունով արդարներ լինենք։ Նա մեր մեղքը վերցրեց, փոխարենը մեզ արդարություն տվեց։ Նա մեր հիվանդությունները վերցրեց, փոխարենը մեզ առողջություն տվեց։ Նա մեր աղքատությունը վերցրեց, փոխարենը հարստություն տվեց։ Նա մեր անեծքը վերցրեց, փոխարենը օրհնություն տվեց։ Նա մեր ամոթը վերցրեց։ Այսինքն Տերը փոխանակում կատարեց խաչի գործով։ Մեծագույն գործը արվեց եւ սա մեկ անգամ կատարվեց, որտեղ Աստծո խոսքը ասում է մեկ անարատ զոհ էր պետք եւ այդ անարատ զոհը դա Տեր Հիսուս Քրիստոսն էր, ով իր կյանքը չխնայեց ու տվեց մեզ համար։ Եվ այդ գործը մեկընդմիշտ մեզ համար կատարվեց։ Իսրայել ժողովուրդը ամեն անգամ իր մեղք գործելով պետք է զոհ մատուցեր, բայց Տեր Հիսուսը, ով ապրեց անարատ, ով մեղք չգիտեր, նա իր կյանքը դրեց եւ մեկընդմիշտ մեզ համար զոհ եղավ եւ այդ հարցը լուծեց ելներ։ Իր արյունով լվաց մեզ, մաքրեց մեզ եւ փառք Տիրոջը այդ մեծագույն գործի համար, որ Տերը մեզ համար արեց։ Ամեն։ Մի հատ լավ պատմություն կա, ասում է, երկու երկվորյակ եղբայրներ են լինում, մեկը արդար բարեպաշտ աստվածավաղ մարդ, այն մյուսը հանցագործ։ Ու այս հանցագործը մի օր մարդ է սպանում եւ արյունոտ շորերով այլայլված փախչում է գալիս է տուն ու եղբայրը որ տեսնում է ասում է ինչ եղել, ասում է մարդ եմ սպանել, ոստիկանությունն էլ հետևից է ընկել։ Ասում է արի հագուստներով փոխվենք։ Հագուստներով փոխվում են եւ ոստիկանությունը գալիս է այս արդար եղբորը վերցնում է ու մահապատժի են ենթարկում։ Երբ որ այս մեղավոր եղբայրը իր մտքերի մեջ տանջվելուց է լինում, հանկարծ դատավորը ասում է, գիտես, եղբայրդ քեզ համար նամակ է թողել։ Ու բացում է նամակը, կարդում է, տեսնում է եղբայրը գրել է. ես արդար էի, քո փոխարեն քո մեղքը վերցրեցի եւ մահվան դատապարտվեցի, որպեսզի դու իմ արդարությունը վերցնես եւ արդարությունով ապրես։ Տեր Հիսուս Քրիստոսը նույն գործը մեզ համար արեց իրներ։ Նա մեղք չգիտեր, բայց իմ ու քո համար մեղավոր դարձավ։ Եվ սա մեծագույն գործն էր, որ Տերը մեզ համար արեց ու փառք Տիրոջ հետ ողորմության համար։ Բայց երկրորդ բանը, որ շատ կարևոր է, իհարկե կարևոր է, որ մենք ընդունում ենք խաչի գործը,
բայց սրան մենք չենք կարող անտեսել, որովհետև այլ բան է սա, խաչի ճանապարհը։ Խաչի ճանապարհը այն է, որ ինչի վրա շեշտադրում է կատարում, թե հայրը ինչ է ուզում իր զավակներից, ինչին է նա սպասում։ Այսինքն հայրը ինչ-որ բան մեզանից ուզում է սիրելիներ, ինչ-որ ճանապարհ կա, որ մենք պետք է անցնենք։ Իսկ մենք գիտենք, որ այդ ճանապարհը շատ քչերն են, որ ուզում են գնան։ Նեղ է այդ ճանապարհը, փշոտ, քարքարոտ է այդ ճանապարհը, ու քչերն են այդ ճանապարհով գնում եւ դա խաչի ճանապարհն է։ Որտեւ այդտեղ միշտ չի որ հաճելի է։ Որտեւ այդտեղ միգուցե քեզ չճանաչեն, որտեւ այդտեղ միգուցե դու մերժված լինես, բայց դա այն ճանապարհն է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինքը կատարեց, ինքը գնաց։ Եկեք գնայենք նրան, ում որ փառքով դիմավորում էին, նրան, ում որ կանչում էին, ասում էին, ով սաննա օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, մի որոշ ժամանակ հետո նրա երեսին թքում էին, նրան հարվածում էին, նրան ծաղրում էին, խաչը նրա ուսն էին տվել, ու նա կրում էր, տանում էր, այդ ճանապարհով նա գնաց, նա համաձայնվեց անարգվի ու մերժվի։ Ու Պողոսը պնդում է, որ խաչի ճանապարհն է հանդիսանում իր ծառայության պտղաբերության եւ արդյունավետության պատճառը։ Այսինքն մարդիկ կան, ովքեր կցանկանան կարճ ճանապարհով հասնել սիրելիներ, բայց Պողոսը իր մասին խոսում է մի բան, որ այս խաչի ճանապարհը, որ ես ընտրել եմ, սրա արդյունքում է, որ ես կյանք քաղում եմ, սրա արդյունքում է, որ ես օրհնություններ եմ տեսնում։ Նա բանտի մեջ լինելով գրում էր նամակների մեջ, ասում էր ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ ուրախ եղեք։ Բանտի մեջ ինչ ուրախության մասին ես դու խոսում, բայց այս մարդը գիտեր հոգու փրկության ուրախության մասին, որտեվ Դավիթը երբ որ մեղք էր գործել, աղոթք էր անում, ասում էր քո փրկության ուրախությունը ինձանից չառնես։ Նա հասկանում էր, որ այդ փրկության մեջ է գերագույն ուրախությունը, ու նա սա էր խոսում, ասում էր ուրախ եղեք։ Եվ պատկասեք իր տառապանքների, իր ճանապարհի, այդ խաչի ճանապարհի մեջ, որ մենք չգիտենք ինչ հալածանքներ էր նա կրում, նա իր պտղաբերությունը ու արդյունավետությունը սրա մեջ էր տեսնում։ Եվ ուզում եմ ձեզ խոստովանեմ, շատ կոտրված օրեր եմ ունեցել, որ երբ որ բեմ եմ բարձրացել ու ծառայել եմ, տեսել եմ ոնց է Տերը իր պատմուճան ինձ վրա գցում ու իմ ծառայությունը այլ ծառայություն է եղել։ Ու ես տեսա հասկացել եմ, որ դա ես չեմ, սա բացարձակապես Տիրոջ այցելությունն ու ողորմությունն է։ Հիշում եմ, երբ որ առաջին մեքենան գնեցինք ընտանիքով, շատ այնպես կոպեկ հավաքած գումար էր։ Մեզանից կտրել էինք, ամեն բան պակաս էինք արել, գումարը հավաքել էինք, որ մեքենա գնենք, ուրախություն էր, մեքենա ունենք։ Մի երկու ամիս չանցավ կարկուտը սաղ ջարդեց, մի երկու ամիս էլ չանցավ, վթարի ենթարկվեցի, մեքենան, չգիտեմ, կոպեկներով վաճառեցինք։ Ու այդ օրը, որ վթարի մեջ վթարը տվեցի, 2 օր հետո, թե հաջորդ օրներ կիրակի օրեր ու այս փառաբանությունը պետք է անցկացնեմ։ Եվ ամեն ինչ ու այդ ձայները հետևիցդ ու մարմինդ ասում է չանես, ձայնն էլ ասում է ոնց կարաս փառաբանես դու Տիրոջը, բայց մի ձայն մեջիցս ասում էր հակառակ թշնամու պետք է դու փառաբանես ու պետք է կանգնես ու փառաբանես։ Ծերներ մեր տկարությունների մեջ, դրա համար Պողոս առաքյալը, երբ որ ինքը ասում էր, երբ որ տկար եմ, այն ժամանակ զորավոր եմ, սա իմ մեծագույն հայտնություններից մեկն է եղել, սա հպարտ հայտարարություն չի։ Պողոսը խոսում էր իր տկարությունների մասին ու ասում է, երբ որ տկար եմ, չէ, կներեք, երբ որ ինքը ասում է ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, սա հպարտ հայտարարություն չի։ Սա խոնարհության հայտարարություն է։ Այս մարդ եկել էր մի հայտարարի, որ ինձնով ես ոչինչ չեմ կարող, բայց ինձ զորացնող Քրիստոսով ամեն բան կարող եմ։ Միթե սա օրհնություն չի։ Եվ հիշում եմ այդ օրվա ծառայությունը հրաշալի ծառայություն անցավ։ Իսկապես Տերը յուրահատուկ այցելություն արավ, որտեղ դա Տիրոջ հաղթությունն էր։ Եվ Եբրայեցիս 6:1 ասում է. «Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խոսքը թողնելով դեպի կատարյալը գանք»։ Եբրայեցիս 6:1-ը։ Դեպի կատարյալը պիտի մենք գնանք։ Իսկ 2 Կորինթացիների 4:11 ասում է. «Որովհետև մենք կենդաններս միշտ Հիսուսի համար մահի ենք մատնվում, որ Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմիններում»։ Ինչու Տեր, բայց Տեր Հիսուսը իր կյանքով ցույց տվեց, եթե չլիներ խաչի մահը, չէր լինելու հարուցյալ զորությունը, որտեղ մենք կենդաններս միշտ Հիսուսի համար մահի ենք մատնվում, բայց սրանով չի ավարտվում սիրելիներ, հակառակ process-ն է, երբ որ մարդու մարմինը դնում են հողի մեջ, նա փթում է, բայց երբ որ մարդու անձը մահանում է, նորն է հարություն առնում, եւ հոգեվոր կյանքում այլ կերպ է գործում, եւ դրա համար Պողոս առաքյալը համարձակ ասում էր, մենք մահի ենք մատնվում, որ Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմիններում,
որտեղ ոչ թե այլևս ես եմ դրսևորվում, այլ Քրիստոսն է իմ մեջից դրսևորվում։ Ես իմ անձը բոլոր կիրքերով խաչն եմ հանել, որ այլևս ոչ թե ես ապրեմ, այլ Քրիստոս իմ մեջ ապրի։ Երբ որ Քրիստոսը իմ մեջից գործում է, մարդիկ օրհնվում են, մարդիկ կյանք են առնում, մարդկանց կյանքեր է փոխվում։ Ամեն ինչ պետք է լինի Հիսուսի համար։ Ու Աստված ընտրել է մեզ, որ մենք թափանցիկ անոթներ լինենք, որոնց միջոցով նա կարող է անընդհատ բացել ուրիշներին Տեր Հիսուսի մահը։ Մենք պետք է հայելի լինենք այս աշխարհի ամասելներ։ Մարդիկ պետք է մեզ տեսնեն ու ուզենան իրենք շտկվեն, ուզենան ուղղվեն։ Նրանք պետք է մեր մեջ Քրիստոսին տեսնեն։ Ամեն։ Մենք սիրում ենք, չէ՞, հայելուց օգտվել։ Պատկերացրեք, եթե ձինից եղբայրն ասես մի շաբաթ չլողանանք, ես էլ ասեմ մի շաբաթ մեզ հայելում չնայենք։ Ինչ կստացվեր մեզ հետ, չէ՞։ Մենք սիրում ենք, մեքենայում ունենք հայելի կանայք իրենց պայուսակների մեջ, ամեն տեղ կա, որ մենք մեզ ուղենք։ Այս աշխարհը կարիք ունի նայելու, իրեն շտկելու, բայց եթե մենք Քրիստոսի պատկերը չկրենք մեր մեջ, եթե նրա նմանությունը չունենանք, Տեր Հիսուսն ասում էր, աշխարհը ինձ չի սիրում, որտեղ ես աշխարհին իր մեղքերի համար հանդիմանում եմ։ Եթե մենք այս աշխարհին չասենք իր սխալների մասին, որտեղից կարող են իրենք ճշմարտությունը իմանալ։ Ու աստվածային կյանքը չի կարելի օգտագործել անձնական նպատակների համար։ Դա միմիայն պետք է օգտագործվի Աստծո արքայության համար, սիրելիներ։ Միմիայն Աստծո արքայության համար։ Մենք պետք է ժամանակները տարբերենք, ժամերն ու ժամանակները հասկանանք։ Ասում է, եկավ ժամանակ Տեր Հիսուսին ուզում էին թագավոր կարգեն, Տեր Հիսուսը նրանցից խույս տվեց։ Սենց թնես նա թագավոր էր, բայց նա գիտեր ժամերն ու ժամանակները։ Երբեմն մեզ կգան ինչ-որ առաջարկներ կանեն, սիրելիներ, ինչ-որ թվացյալ բարձրացնող բաներ, բայց մենք պետք է հասկանանք արդյոք դրա ժամանակն է թե չէ, որտեղ մենք չպիտի օգտագործենք Քրիստոսի կյանքը մեր անձնական շահերի ու նպատակների համար, այլ միմիայն պետք է օգտագործենք Տիրոջ արքայության եւ փառքի համար։ Քրիստոսի կյանքով ապրելու միակ միջոցը սա է՝ ապրել Աստծո համար եւ ընծայվել ուրիշների ծառայությանը։ Ապրել Աստծո համար եւ ընծայվել ուրիշների ծառայությանը։ Ինչ արեց Հիսուսը։ Ոչ թե իմ կամքը լինի, այլ քո կամքը լինի։ Եվ նա իր կյանքը դրեց ուրիշներին ծառայելու համար։ Մեծագույն օրինակը, որ մեզ համար ունենք, սիրելիներ։ Նա իր կյանքը դրեց ուրիշների համար։ Բայց ուզում եմ քեզ ասել, որ երբ որ դու քո կյանքը դնում ես, երբ որ դու ծառայության համար քեզ դնում ես, հավատա, Աստծո խոսքը ասում է, ոռոգողը ինքն էլ է ոռոգվում։ Դու տալիս ես, բայց դու էլ ես օրնվում։ Այս ինչ օրենք է, որ գործում, ասա հոգևոր օրենք է։ Աշխարհում տալիս ես, պակասում է մոտդ, բայց հոգևոր կյանքում տալիս ես, դու էլի ստանում ես, դու էլի օրնվում ես, եւ սրա մեջ մեծ օրհնություն կա, սիրելիներ։ Մենք դեռևս չենք ազատվել աշխարհից այնքան ժամանակ, քանի դեռ մենք Գողգոթան մեկնաբանում ենք ինչպես շահ բերող մի բան։ Բայց եթե մենք Գողգոթան տեսնում ենք մի վայր, որտեղ որ իմ եսի ոչնչացման վայրն է, այդ ժամանակ մենք հասկանում ենք ու ճանաչում ենք Տիրոջ գործը։ Աստծո տեսանկյունից խաչի գործը արդեն ավարտված է մեկընդմիշտ, մենք սրա մասին խոսեցինք։ Ու Գաղատացիների 2:19 ասում է, ես Քրիստոսի հետ խաչված եմ։ Հռոմեացիների 6:6 ասում է, մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ։ Հռոմեացիների 6:11 ասում է, ձեր անձերը մեղքին մեռած համարեցեք։ Այսինքն, խաչի գործը արդեն մեկընդմիշտ կատարված է, բայց խաչի ճանապարհը իրականություն է ներկա ժամանակում, որը մենք անընդհատ կիսում ենք Քրիստոսի հետ։ Տեր, ես քո հետ ուզում եմ գնալ այդ ճանապարհով։ Ես ուզում եմ քո հետ այդ ճանապարհը շարունակել։ Տեր Հիսուսը նույնացավ մարդկային ցեղի հետ, բռնեց մեզ եւ իր հետ գերեզման տարավ։ Այժմ Աստված համարում է մեզ ոչ թե միայն մահացածներ, այլ նաեւ թաղվածներ իր հետ։ Որտեղ մենք գիտենք, որ ջրի մկրտությունը այդ խորհուրդն ունի, չէ՞։ Հին մարդը մահանում է եւ նորը հարություն է առնում։ Եվ Եփեսացիների 4:24 ասում է. Աստծո պատկերի պես ստեղծված ճշմարտության արդարությունով եւ սրբությունով։ Նոր մարդը արդեն Աստծո պատկերի պես է ստեղծված, ճշմարտության արդարությունով եւ սրբությունով։ Մենք մեռած ենք մեղքի համար, սերներ, ու կենթանի ենք Աստծո համար։ Հին մարդը Ադամ արդեն խաչն է բարձրացել, բայց նոր մարդը Քրիստոսի մեջ կանչված է ընդունել խաչի ճանապարհը, ինչպես որ մեր Տերը գնաց, մենք էլ պետք է սրանով գնանք։ Մերժել այն ամեն ինչ, որ աշխարհից է գալիս, մերժել մեր անձը եւ մեր խաչը վերցնել եւ գնալ Տիրոջ հետևից։ Վերջերս մի հատ ապրումների մեջ էի,
Մի ծառայությունից իջնում էի, մի հատ համաժողով էր, մեքենայով իջնում էի, ու Տերը յուրատուկ կերպի այցելություն արեց ինձ։ Ու ովքեր իմ մեքենան գիտեն, հին Opel է մի հատ։ Այդ մեքենայով իջնում եմ ու Տերը սրտիս հետ խոսում է, ասում է. պատրաստ ես ամբողջ կյանք այս հին ջարդված մեքենայով ապրել, բայց իմ ծառան լինել։ Պատրաստ ես, որ ոչ ոք քո մասին չիմանա, բայց դու շարունակես ինձ ծառայել։ Պատրաստ ես, որ քո անունը անգամ չհիշատակվի, այսօրվա դարի օգտագործվող միջոցներով, բայց ես քո անունը հիշեմ։ Սերներ, սա հեշտ ճանապարհ չի, բայց սա խաչի ճանապարհն է։ Քանի որ այսօր մենք տեսնում ենք, որ աշխարհը ուրիշ բան է պահանջում, երբեմն եթե մենք մեզ ուշադիր չլինենք ու զսպվածություն չունենանք, մենք ինքներս էլ կհայտնվենք դրա մեջ։ Ինքնագովազդի մեջ, ինքներս մեզ ներկայացնելու մեջ, ավելի մեծ բաների ձգտելու մեջ, բայց խաչի ճանապարհն ուրիշ ճանապարհ է սիրներ։ Ոմանք անգամ Եբրայեցիս թուղթ ասում է, ոմանք անգամ խոստումներին չհասան, հեռվից նայելով ողջունելով գնացին։ Ոմանց անուններ անգամ չհիշատակվեց, բայց նրանք շարունակեցին այդ ճանապարհը։ Պատրաստ ենք արդյոք այսպիսի ճանապարհով միայն թե Տիրոջ կամքը կատարելու։ Եվ թող Տերը մեզ օգնի, որ մենք պատրաստ լինենք այդ ճանապարհով գնալու։ Աֆրիկացի մի միսիոներ ասում է, խոսում է Քլենդենեն եղբոր հետ ու ասում է, ես այլևս չեմ կարող այսպես անեմ։ Ես հազարավոր մահերով մահանում եմ։ Ինձ անընդհատ կանչում են տարբեր դատարաններ, ոստիկանություն են կանչում, ինձ սպառնում են, որ երկրից դուրս գամ։ Ես էլ ի վիճակի չեմ այս ճանապարհով անցնեմ, այս մահերով եմ անցնում ու էլի վիճակի չեմ անցնելու։ Ու Քլենդենը նրան ասում է, բայց տես թե ինչ կյանք է արտադրել այդ մահը։ Եվ գիտեք ինչ կյանք էր արտադրել այդ մահը։ Նրա եկեղեցին 12000 անդամ ուներ։ Մահ, բայց եթե չկա մահ ասելներ, չկա հարուցյալ զորությունը։ Խաչի ճանապարհը մենք պետք է ընտրենք։ Եվ իսկապես մենք ամենաշատը պետք է մեր սրտերին զգուշություն անենք, որովհետև ամեն բան մարդու սրտից է դուրս գալիս։ Մենք պետք է ուշադիր լինենք։ Ինչ է կատարում մեր սրտի մեջ։ Արդյոք ես ուզում եմ ինձ ներկայացնել, թե ես ուզում եմ Քրիստոսին ներկայացնել։ Եվ գիտեք, Աստծո խոսքը ասում է, ամեն ժամանակ Հիսուսի մեռնելը մեր մարմնում կրենք, որ Հիսուսի կյանքն էլ մեր մարմնում հայտնվի։ Աֆրիկացի եղբայրը ամեն օր մահանում էր, որպեսզի Հիսուսի կյանքը գար նրա միջոցով։ Հովհաննես 12:24-ում ասում է, եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի եւ մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերի։ Եթե մեռնի, շատ պտուղ կբերի։ Ու սերմը ցանվում է ոչ թե մաքրվելու համար, այլ որպեսզի ինչ որ նոր բան աճի սիրելներ։ Ինչ որ նոր բան աճի։ Եվ ցավոք սրտի երբեմն մենք հոգով սկսում ենք, բայց մարմնով ավարտում ենք։ Եվ գիտեք, մի հատ ստատիստիկա են արել տարիներ առաջ, որ շատ առաջնորդների 70%-ը շատ լավ սկսում են, բայց վատ ավարտում են։ Մենք հոգով սկսում ենք, բայց երբ որ ինչ որ մի փոքր մեզ շոյող խոսքեր են գալիս, ինչ որ մի փոքր փառքին հպվում ենք ինչ որ բաների, ինչ որ մի փոքր մեզ ընդունելությունը մեր մեծանում է, ինչ որ մի փոքր հնարավորությունները մեր ավելանում են սելներ, այստեղ արդեն ուզում եմ ձեզ մի հատ կարևոր բան ասել։ Ամենակարևոր բաներից մեկն եմ ուզում ասել։ Զգույշ եղեք ձեր ուժեղ կողմերի հետ։ Որտեվ ձեր ուժեղ կողմերն են, որ դառնում են ձեր խնդիրը։ Մեր տաղանդավոր կողմերն են, որ դառնում են մեր խնդիրները, մեր հպարտության սկիզբն են դառնում այս խնդիրները։ Որտեղ որ մենք հաջողված ենք, այդտեղ էլ մենք սկսում ենք հպարտանալ սիրներ։ Մի հատ երգ կա, ասում է. քեզ եմ փնտրում, այլ ոչ թե այն, ինչ քո ձեռքում է։ Հրաշալի երգ է սա։ Մենք պետք է նրան փնտրենք, ոչ թե ինչ կստանամ քեզանից։ Երբ որ Տերը Պողոս առաքյալին հանդիպեց Դամասկոսի ճանապարհին, Պողոսը երկու հարց տվեց Տիրոջը. ով ես Տեր եւ ինչ ես ուզում որ անեմ։ Ու շատերը երբ որ իմանում են թե ով է նա, երկրորդ հարցը էլ չեն ուզում տան։ Ամենակարող Աստվածն եմ։ Դե որ ամենակարող Աստվածն ես, ինձ էս տուր։ Ինձ էս էլ տուր։ Էն էլ եմ ուզում։
ուզում ենք Աստծուց մենակ ստանանք, միայն ստանանք։ Եվ մի հատ մտերիմ ունեմ, իրան այս հարցը ուզում եմ տամ, երկար ժամանակ է իր համար աղոթում եմ, ուզում եմ իրան ասեմ, ինչու ես դու Աստծուն հետևում։ Ինչի համար ես ուզում Աստծուն։ Ինչի համար ես նրան աղոթում, որ նրանից մի բան ստանաս, որ օրհնություն ունենաս, որ հաջողված լինես, որ քեզ չխաբեն։ Ինչի համար ենք ուզում, որ առողջ լինենք։ Վերջերս մի հատ պատմություն լսեցի, ասում եմ եկեղեցում մի ընտանիք կար, որ երեխա չէին ունենում։ Եկան եկեղեցի, աղոթեցին, ժամանակ անցավ, կինը հղիացավ, ու այլևս նրանց եկեղեցում չտեսան։ Ինչ ենք ուզում։ Աստծուց ստանալ, բայց Պողոս առաքյալը երկրորդ հարցն էլ տվեց։ Ինչ ես ուզում, որ քո համար անեմ։ Եվ այս ինչ ես ուզում անելը Պողոսի համար մի ամբողջ խաչի ճանապարհ էր, որ նա անցածելն էր։ Եվ լավ է, երբ որ մենք ունենում ենք անկարողության զգացում, որտեղ երբ որ անկարողության զգացումը ունենում ենք, Տիրոջ փառքն է գալիս մեզ վրա։ Մահվան հետ մեկանալ նշանակում է սեփական անկարողության խորացող զգացում, երբ որ մենք արդեն հասկանում ենք, որ մենք այլևս ի վիճակի չենք։ Եվ ուզում եմ մի բան ասել, սիրելիներ։ Միգուցե դու այսօր ծառայում ես, միգուցե ինչ-որ բաներ ես անում, ու անգամ մարդիկ չեն էլ նկատում, շարունակիր անել։ Կարևորագույն բանը մեզ համար երկինքը նկատի։ Անգամ Տիրոջ խոսքը ասում է, երբ որ անում ես, թող քո աջ ձեռքը չիմանա, թե քո ձախն ինչ է անում։ Ծածուկն արա, թող կարևորը երկինքը գնահատի, բայց ուզում եմ քեզ քաջալերեմ ու ասեմ, շարունակիր անել։ Շարունակիր անել։ Թեկուզ մարդիկ դա չնկատեն, թեկուզ ինչ որ ընդունելություն չլինի դրան, բայց եթե դու գիտես, սա Տիրոջ գործն է, շարունակիր անել, որտեղ մենք գիտենք, որ նա հավատարիմ է, նա վարձատրույց կլինի սիրելիներ։ Գիտեք, մի հատ պատմություն կա, ասում է, մի միսիոներ, ով ընտանիքի հետ գնում է մի երկիր, կարծեն վայրի ցեղերի մոտ է գնում ծառայելու, եւ կնոջն ու երեխաներին կորցնում է։ Ու երբ որ հիասթափված գալիս է հետ, ասում է այդ նավով, որ հետ էր գալիս, նավահանգիստ է ասնում նավը, ու մարդիկ գալիս են տարբեր ճամփորդողներին դիմավորելու, ու տարբեր ընտանիքի անդամներ գալիս են, ամուսինները կանանց, կանայք ամուսիններին, երեխաները ծնողներին դիմավորում են, իսկ այս մարդը գլխիկոր քայլում է ու ասում է. «Տեր, ես քան բանը քեզ համար արեցի, իսկ ուր է իմ ընտանիքը, որ ինձ դիմավորի, մի դիմավորող էլ չկա»։ Ասում մի ծանր ձեռք զգացի ուսից, որ դրվեց ու ասեց. «Որդիս, դու դեռ տանը չես։ Դու դեռ տանը չես»։ Սիրելիներ, մենք կգնանք երկինք, երկինքը մեզ պատասխան կտա։ Իրոք խնդրում եմ ձեզ, եկեք քաջալերենք սրանում իրար։ Թող այս աշխարհը, թող մեզ չնկատեն, բայց մենք Տիրոջ գործը անենք։ Տեր Հիսուսին իրոք անարգեցին, Պողոսին չեն ճանաչում, սիրելիներ մարդիկ անգամ, բայց նրանք իրենց գործը անում են։ Կարևորը երկինքը ինչ մեզ կասի։ Եկեք այդ խաչի ճանապարհը ընտրենք ու այդ խաչի ճանապարհով գնանք։ Որտեղ ուզում եմ ձեզ մի բան ասել։ Ով գիտի ուժով ջուր տանող մարդու անունը։ Ում որ Տեր Հիսուսը ասեց առաքյալներին, գնացեք ու վերնատանը ինձ համար տեղ պատրաստեք, ոնց կիմանանք մի մարդ կտեսնեք, որ ուժով ջուր է տանում։ Դուք մտածում եք դա պատահականություն է, չէ։ Այդ մարդը լսել էր Տիրոջ ձայնը։ Ով գիտի այն ավանակի Տիրոջ անունը, որին Տեր ասեց գնացեք, որ կասի ինչի եք տանում, կասեք Տիրոջն է, պետք նա կթողնի։ Պատկերացրեք դուք նոր մեքենա ունեք, նոր սալոնից գնել եք ու մեկ եկել, ասում է տուր ինձ, ասում ես ինչի տա, պետք ասում է Տերն ա տվել, խելոք տալիս ես։ Ով գիտի այս մարդկանց անունը, այս մարդկանց անունը Աստվածաշնչի մեջ չշեշտվեց սիրելիներ, բայց երկինքը այս մարդկանց անունը գիտի, փառք Տիրոջ սրամար։ Ով գիտի այն պատանու անունով, որ 5 հաց ու 2 ձուկը բերեց, ոչ մեկ չգիտի, բայց երևի թե այդպիսի քարոզիչ չկա, որ այս պատանու մասին չքարոզի, բայց երկինքը գիտի։ Կարևորը երկինքը ինչ կասի սիրելիներ։ Եկեք շարունակենք մեր գործը, շարունակենք այն ինչ որ Տերը դրել է մեզ վրա, շարունակենք այս խաչի ճանապարհը։ Այո, սա դժվար է, բայց վերջը փառավոր է սիրելիներ։ Այո, սա դժվար է, բայց դու այս ճանապարհում մենակ չես անցնում։ Տերը քեզ հետ է, Տերը օգնում է։ Հենց մահանալը, այլ ոչ թե գործերն են պտուղ բերում սիրելիներ։ Մենք կարանք տարբեր գործեր անենք,
Բայց այդ գործերը չի որ պտուղ կբերի։ Այսօր շատ բարերարներ կան այս աշխարհում։ Մարդիկ իրենց խիղճը հանգստացնելու համար սարերի գլխին եկեղեցիներ են կառուցում։ Դա ոչ մի բան չի։ Ես ծանոթ մարդ ունեմ, ով որ ինչ մեղք ասես անում է, մանկատան երեխեքին կանչում կերակրում է։ Դա ոչ մի բան է, սիրելիներ։ Մահանալն է, երբ որ դու քո համար մահանում ես, երբ որ դու քո կյանքով չես ապրում, դու ապրում ես Քրիստոսի կյանքով։ Պտղաբեր կյանքի գաղտնիքը հետևյալն է. տալ ուրիշներին եւ ոչինչ չփնտրել քեզ համար, ամբողջովին տրվել Աստծո ձեռքերի մեջ եւ չանհանգստանալ այն մասին, ինչ կարող է պատահել քեզ։ Եվ ոնց որ ասում էր Մայր Թերեզան, տուր աշխարհին ամենալավը, միգուցե մարդիկ դա չգնահատեն, միևնույնն է, դու տուր աշխարհին ամենալավը։ Փառք Տիրոջ, եկեք աղոթենք։